Վազգեն Սաքսյանը կնիկ, ոչ կնիկ ուներ, ոչ երեխա, բայց Վազգեն Սաքսյանը նման հայրենասեր պատրիոտ մարդ ես չեմ ճանաչել։ Մինչև այսօր կռվում են Վազգենի առած զինտեխնիկայով բերած։ Մեկին ցույց տվեք մի հատ չինովնիկի ցույց տվեք, ում ящик տվածել են, ящիկը տանի փոխանակի տանգով։ Կատեց, միակ մարդը պատմության մեջ, ով բանակի համար մռմռացել է, որպես նախարար եղել է Վազգեն Սարգսյանը։ Դրանից հետո էլ չի եղել, վերջ։ Դաժան է եղել, կանչել է կաբինետ, գեներալին խփել է, գրել են գրիպից մեռավ։ Լավ արել։ Ինչ բոլոր մինուսներով, թերություններով, չգիտեմ, փողոցային մտածելակերպով եւ այլն, որպես նախարար եղել է Վազգենը։ Վերջացավ, ով ինչ ուզում է ասի սրանից հետո։ Մարդ ում անունը թուրքը լսում էր, փշաքաղվում էր։ Մարդ ում Արտանիշի զինվորները դնում էին ու ու ադրբեջանական կողմը չէր կարում թափարտար։ Իսկ այսօր դարձրել են բանակը բարդակ եւ Վազգենի նմանների հիշատակն էլ ոնց կարողան են պղծնել, որովհետեւ Վազգենի քաղաքակետ աղբերը Նիկոլա Պաշտան։ Ոնց է Վազգենն անը։ Այս հարուստի վզին, այն հարուստի վզին դնում էր, դրա զորամասը սարքում էր։ Հարուստի տղուն տանում էին բանա, հերը գալում են դպրտալ են ասում ես, ինչքան փող տամի մեր երեխի բանակ մեջ, ասում են հարց չկա, քո 7-ին դեկատա, բայց սաղ զորամասը սարքի։ Ասմալ փռի, էս արա, այն արա, այն արա, այդ թվերին ուտեցիր։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ Վազգեն Սարգսյանը սաղն է, Հայաստանը այս օրինն էր։ Շատ խիստ կասկածում եմ, բացառվում եմ։ Որտե Վազգենը մարդկային հարաբերություններ ստեղծող է։